Հուսեր առավոտից։ Սուրճ ուսեր առավոտից բարի լույս բոլորին, ովքեր միացել են հանրային ռադիոյի առաջին ծրագրին, բարի գալուստ մեր տաղավար, ուրախ ենք օրը սկսել ձեզ հետ։ Եթե արդեն արթնացել եք եւ անկողնուց վեր կացել, հուսով ենք սուրճը արդեն կրակին է, իսկ սերը ձեզ համար եթերում փորձելու են ապահովել Սևակ Հակոբյանն ու Վեգա Անդրեասյանը առաջիկա 1.5 ժամվա ընթացքում։ Այսօր չորեքշաբթի է, մարտի 4-ը, լավ է բռնում, 9:30, մենք հենց նոր սկսեցինք մեր ուղիղ հեռարձակումը, առաջիկա 1.5 ժամը լինելու ենք Անդրեյանի ուղիղ եթերում եւ ոչ միայն FM հաճախականությամբ, այլև մեր on-line հարթակներում։ Այո, մեր Facebook-յան էջում է գործարկված մեր ուղիղ միացումը, այնտեղ մեզ հնարավոր է նաեւ տեսնել, ինչպես նաեւ մեր կայքում armradio.am երկու հարթակներում էլ ունենք նաեւ զրուցարաններ, որոնք նախատեսված են մեկնաբանություններ թողնելու համար, իսկ մեկնաբանությունները ով կարծում ենք եթերում։ Մենք անհամբեր ես ու Վեգանը սպասում էինք, թե երբ գարնանային ողջույններ ձեզ ուղարկենք, այո, սա մեր առաջին եթերն է, մեր զույգի Տիգրանը եւ Լուսինեն հասցրել են արդեն ձեզ գարնան ավետաբեր լուրը բերել։ Մենք էլ մեր հերթին ամեն դեպքում շնորհավոր ենք գարնան առաջին օրերը։ Այո։ Եվ հուսանք, որ վատ եղանակը քիչ-քիչ կմնա յետևում, չնայած դա բավական հարաբերական, այո, փոփոխական եւ հարաբերական, որովհետեւ շատերի համար հենց այդ ձյունն էլ լավ եղանակ է։ Ամեն դեպքում փորձենք ամեն ինչ անել, որ այս օրը, իդեպ այսօր չորեքշաբթի է, ձեր տրամադրությունը բարձր լինի եւ սկսեք ճիշտ հաճախականությամբ։ Լավ երաժշտություն, հետաքրքիր լուրեր, թեմաներ, նորություններ, առաջիկա 1.5 ժամը հագեցած կլինի, դե սկսենք օրվա առաջին երգով Նեմրա Զիմ Խորոտիկ Յար։ Զիմ Խորոտիկ Յար բախչեն բարգել է, կամին զարգել է, դոշվինը բացել է, Զիմ Խորոտիկ Յար բախչեն բարգել է, կամին զարգել է, դոշվինը բացել է, այն 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 Խամրել է, դոշվնի շոքեն լուսնագը խամրել է, յարիկը տեսել է, սրդիկը կաղվել է, այն 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 այն
Սուրճ ու սեր առավոտից։ Բարի լույս բոլոր զիմ խորոտիկի արերին, մենք շարունակում ենք մեր ուղիղ հեռարձակումը 9:35 եւ եթերաժամի այս հատվածում ձեզ ներկայացնում ենք այն կարևոր տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է տանից դուրս գալուց առաջ։ Մարտ է, եղանակի հետ կապված նորությունները պահանջվածն են, եկեք առաջինը սկսենք, թե այս պահին ինչ ջերմաստիճան է մայրաքաղաքում, որովհետև կարծում եմ նկատած կլինեք, եթե ձեր հեռախոսով կոնկրետ ժամերի ինչ-որ բան եք փնտրում, ինքը հետո ավտոմատ ձեզ առաջարկում է, որ եղանակին ծանոթանալու ժամն է, եւ այս պահին մեր մայրաքաղաքում 1 աստիճան տաքություն է, կարևորը պլյուս է եւ տաքություն է, այլ ոչ թե ցուրտ եղանակ, իսկ առաջիկայում սպասվում է տեղումներ, օդի ջերմաստիճանը էապես չի փոխվելու։ Իսկ առավել մանրամասն տեսնենք ինչ են հայտնում մեզ մասնագետները։ Հանրապետության տարածքում այսօր ցերեկը սպասվում են տեղումներ լեռնային, նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախարան անձրևի ու անձրևի տեսքով։ Լեռնային շրջաններում նաև բուք ցածր հորիզոնական տեսանելիություն է կանխատեսվում։ Մարտի 6-ից արդեն կլինի առանց տեղումների եղանակ, այդ մասին ձեզ անպայման կտեղեկացնենք։ Այսօր հատկապես առավոտյան ժամերին հանրապետության առանձին ավտոճանապարհներին անգամ սպասվում է մեր կասառույց վեգակ հոտիրույթ մտա, բայց սա եղանակի կանխատեսման հատվածում է նշված, վայրկյաններանց կծանոթանանք ավտոճանապարհների իրավիճակին։ Մայրաքաղաքում այսօր կեսօրից հետո սպասվում են տեղումներ եւ վաղը արդեն կլինի առանց տեղումների եղանակ։ Առավելագույնը ցերեկը կլինի 7 աստիճան, երեկոյան +2, իսկ գիշերը -5 վերադարձել 0-ից -2 աստիճան ցուրտ է կանխատեսում։ Շատ դեմ եմ մինուսներին։ Ամեն դեպքում սպասենք ավելի տաք օրերին, իսկ մինչ այդ այո, տեսնենք թե մեր կասառույցի եւ որոշ տեղերում տեղումների պատճառով ինչ վիճակի ավտոճանապարհներին։ Իրականում փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում հիմնականում ավտոճանապարհները անցանելի են, չնայած դրանք կան որոշ փակ եւ դժվարանցանելի ճանապարհներ։ Դե Ամբերտ ամրոց եւ Քարիլիչ տանող ավտոճանապարհները Ամբերտ բարձր լեռնային օդերևութաբանական կայանից շարունակում են փակ մնալ։ Վարդենյանց լեռնը անցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար եւ փրկարար ծառայությունն էլ հորդորում է շարունակել երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ներքին գործերի նախարարությունից էլ հայտնում են, որ Ստեփանցմինդա Լարս ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար։ Ահա, ավտոճանապարհների վերաբերյալ, եթե թարմացումներ լինեն, եթերի ընթացքում ձեզ կհայտնենք, գանք մայրաքաղաքի փողոցներ, պատկերը ոչ լավ է, ոչ վատ, 7 աստիճան է խցանումային նիշը, այս ժամի համար արդեն սովորական դարձած, դե ծանրաբեռնված փողոցները բավական շատ են, Իսակովի պողոտան դեպի կենտրոն եկող ուղղությունը, Աթենքի փողոցը կրկին դեպի Հաղթանակի կամուրջ կենտրոն եկող ուղղությունը, Կիևյան փողոցը կարելի ասել կամուրջից մինչև բարեկամություն ամբողջովին ծանրաբեռնված է, Կոմիտասի պողոտան տեղ-տեղ դեպի կենտրոն իջնող հատվածում, Բաղրամյանը միշտ 3 տեղ ծանրաբեռնված է լինում, մեկը բարեկամությունից ներքև, մեկը Մարշալ Բաղրամյան կայարանի հարևանությամբ եւ արդեն դեպի օպերա շարժվող հատվածը։ Գանք փոքր կենտրոն, Վարդանանց փողոցը դեպի Սախարովի հրապարակ գնացող եւ հակառակ ուղղությունը խիստ ծանրաբեռնված է։ Սայաթնովա պողոտայում տեղ-տեղ կան խցանումներ եւ նաեւ Կորյունը այս պահին բավական ազատ է, սովորաբար այս ժամերին ծանրաբեռնված է լինում, Սարալանջի փողոցը եւս սիրելի վարորդներ եւ ուղևորներ, զինվեք համբերությամբ, լսեք մեզ, զանգահարեք, եթե կա հնարավորություն ղեկին չէ 55-37-02։ Մինչ այդ ծանոթանանք նաև տարադրամի փոխարժեքին, հասկանանք թե ըստ կենտրոնական բանկի ինչպիսին են այսօր տվյալները։ Ամերիկյան դոլարը 376 դրամ է 99 լումա, եվրոն 436 դրամ է 97 լումա, 4.8 ռուսական ռուբլին, վրացական լարին 139 դրամ է 8 լումա, բրիտանական ֆունտ ստերլինգը 500 դրամ 79 լումա եւ այսօր կարծում եմ առավել կարևորը ձեզ ծանոթացնել նաև դիրհամի փոխարժեքին 102 դրամ 64 լումա, եթե ունեք հարազատներ, որոնք ցավոք գտնվում են էմիրություններում եւ դժվարանում են վերադառնալ եւ գուցե չգիտեմ ինչ-որ օգնության կարիք կա ֆինանսական, մեր գործընկերները ռադիո լուրից պատմում էին, որ բավական դժվար է նաեւ ֆինանսական առումով այնտեղ մեր հայրենակիցներին, իդեպ համբերություն ենք մաղթում եւ ամենակարևորը անվտանգ եւ ժամանակին վերադառնալ Հայաստան։ Ով կմտածեր, որ Դուբայում փակվել է, ճակերտավոր ասած, արդեն ինչ որտեղ հաճելի չի լինի, բայց
բայց իհարկե գիտեք ինչ իրավիճակ է Մերձավոր Արևելքում եւ նաեւ Գանգ Զվարթնոց օդանավակայանի չվացուցակին դե Դուբայ եւ Շարժա, Աբու Դաբի բոլոր այս թռիչքները, որոնք նախապես սահմանված են եղել, չեղել են հայտարարված, որովհետեւ գիտեք այս երկրներում, ինչպես ասում են, օդային տարածքը փակ է եւ ժամանումներ օրինակ պետք է լիներ 10:25, 11-ին, 12-ին, մի խոսքով այս ուղղությունները ամբողջովին չեղել են հայտարարված, նույնը երևի թե մեկնումների դաշտում Դուբայ, Շարժա, Էլիկա Դուբայ, Աբու Դաբի բոլորը չեղել են հայտարարված, իսկ ահա Մասկատից եկող ինքնաթիռը ժամը 10-ի փոխարեն Հայաստանում կլինի ժամը 15-ին, ուշացում է գրանցվում։ Մասկատն էլ գիտեք, Օմանի մայրաքաղաքը դարձել է արդեն Հայաստան եկողների համար միջանցքի նման այո մի ճանապարհ պետության միջամտությամբ հնարավոր է դարձել մարդկանց շարժը Աբու Դաբիից կամ Դուբայից դեպի Մասկատ, որտեղից հատուկ ճվերտներ են կազմակերպվում դեպի Երևան։ Բարի վերադարձենք մաղթում ամփորձանք բոլորին, ովքեր այս իրավիճակով պայմանավորված փակվել են այդ երկրներում եւ հիմա Մասկատից ուղևորվում են դեպի հայրենիք։ Այո, մնում է համբերություն մաղթել եւ անվտանգ ապահով չվերթներ, ինչպես նաեւ համբերություն մաղթենք այն մարդկանց հարազատներին, որոնք Հայաստանում են, վստահաբար հիմա անհանգստացած են իրենց հարազատների համար։ Րոպեներ անց ժամը 11-ին մնացեք մեզ հետ ռադիոլուրի մեր գործընկերները ավելի մանրամասն կներկայացնեն իրավիճակը։ Այո, հիշեցնենք, որ մենք Facebook-ում եւս ուղիղ եթերում ենք եւ մեր կայքում armradio.am կարող եք սեղմել դիտել եթերը կոճակը եւ միանալ մեր եթերին։ Իդեպ արդեն ունենք մեկնաբանություններ։ Էդիկ Բաբուջյանը առատաձեռն ծաղիկներով է եկել։ Ինչպես եւ Նարեկ Մկոյանը մեզ բազմաթիվ գեղեցիկ ստիկերներ, սմայլիկներ ուղարկել է նաեւ Գայանեաս Այվազ Բալյանը։ Նա նաև փոքրիկ քառատող է կարծես։ Դե առանց դրա չի լինի Գայանե Այվազբալյանի դեպքում գարուն էլ ձյուն չի անում, գարունը վարդ է բացում։ Ահա, բայց այսօր պարզվեց ձյուն, ձնախառն անձրև, բուկ, ցածր տեսանելիություն է կանխատեսվում, այնպես որ զգոն եղեք, եղանակի մասին թարմացումներ դեռ եթերի ընթացքում կանենք։ Չգա մի տխրիկ
Սուրճ ու սեր առավոտից։ Սիրուշոյին եւ Սոֆի Մխյանին ենք լսում, երգ, որը մեզ տեղափոխեց պատանեկություն, շատերին երիտասարդություն, մանկություն, այն ժամանակների համար համարձակ երգ եւ տեսահոլովակ, որը բարբերաբար կրկին վերադառնում է հիթային տասնյակներ, որովհետեւ TikTok-ում մեկ էլ արագացված, մեկ էլ դանդաղ տարբերակները տարածվում են եւ այս երգերը կարծես երկրորդ, երրորդ կյանք են ստանում։ Եթե չեմ սխալվում, Սերժոյի հետ համագործակցություններ չէ, սա այն ժամանակ եւ այդ բիթերը, այս ռիթմիկ երաժշտությունը շատ հավանում էինք տեսահոլովակներ եւ առհասարակ ինձ դուր է գալիս, որ TikTok-ում շատ հաճախ նոստալգիկ տրամադրություն է եւ մեզ նորից հիշեցնում են երգեր, որոնք կարծես թե վաղուց մոռացել էին, ինչպես նաեւ հիշում ես, երբ մեր մայրիկները ասում էին, դե մեր ժամանակվա երգերն ուրիշ էին, մենք իսկապես կարող ենք դա ասել, որովհետեւ Gen-ին էլ փորում եւ գտնում է հենց մեր ժամանակվա երգերը եւ լսում է դրանք։ Եվ կարծես այս երգերի համար պատմական արդարությունն է վերականգնվում, որովհետեւ այն ժամանակ այս երգերը տարածվում են միայն հեռուստացույցով, ռադիոյով, անգամ հեռախոսների մեջ երգ ունենալը բավական բարդ գործընթաց է։ Ես հիշում եմ, որ ձայնագրում էի հեռուստացույցից ձայնագրիչով եւ նաեւ հիշում եմ, որ հեռախոսները սովորաբար թույլ էին տալիս, հիշողությունը թույլ էր տալիս 1 կամ 2 երգ ունենալ եւ նորը ներբեռնելու համար ինչ որ մեկից պիտի հրաժարվեի։ Իկապորտով հեռախոսները մոտեցնում էինք իրար, ել չեմ ասում, որ պետք է հաճախ կարիք է լինում նաեւ ոչ թե արտագրելու, այլ գրելու բառերը ստոպ ենք տալիս, չէ, որպեսզի տեքստ ունենանք։ Հիմա 1 վայրկյան է ցանկացած երգի տեքստը գտնել համացանցում, իսկ առաջ մենք դա անում ենք ձեռագիր։ Լավ, գանք տեսնենք այսօր ինչ հետաքրքիր իրադարձություններ, դեպքեր են տեղի ունեցել, ինչպես նշեցինք, մարտի 4-ն է, օրը չորեքշաբթի, եւ այսօր պարզվում է միկրոֆոնի տարեդարձն է, եթե մեզ դիտում եք, չնայած ցավոք ես սխալ որոշում եմ կայացրել եւ իմ միկրոֆոնը հենց սև հագուստի վրա եմ ամրացրել, բայց միկրոֆոնի տեսքով կրծքազարդով եմ, որն իդեպ ինձ նվիրել է իմ հյուրերից մեկը, երբ նոր էի անում իմ առաջին քայլերը հանրային ռադիոյում 8 տարի առաջ 2018-ին իմ ամենաառաջին հյուրերից մեկը ինձ նվիրել է, որը ձեռագործ աշխատանքով էր զբաղվում եւ այսպիսի բրոշներ էր պատրաստում, էլի շատ ցավում եմ, որ կարծես այնքան էլ լավ չի երևում, բայց նվիրել է այս բրոշը, ես այն շատ սիրում եմ եւ մեծ հաճույքով պարբերաբար կրում եմ։ Ահա, վստահ եմ մեր գործընկեր Տիգրանն էլ ունի տարբեր կրծքազարդեր, ռադիոյի, հեռուստատեսության միկրոֆոնների հավաքածու ունի։ Եվ այսօր նաև այլ տոներ կան, օրինակ ակնաբուժության միջազգային օրն է, կարող ենք շնորհավորել բոլոր ակնաբուժներին, որոնց աչքի լույսի պես պետք է մենք պահենք, փայփայենք, որովհետև նրանց ձեռքում է մեր տեսողությունը։ Սևակը խուսափեց կարծես, թե բայց ես կնոջ իրավունքով կասեմ, որ այսօր նաև մինիկ կիսաշրջազգեստների օրն է։ Հասկացել ճիշտն ասած։ Ինձ էլ թվաց ուզում ես ես ասեմ։ Ես Միկի Մաուսի հետ կապեց։ Կարծում եմ, եթե լավ փնտրեմ, կպարզվի, որ Միկի մինին նույնպես օր ունի, բայց ամեն դեպքում պարզվում է այսօր մինի կիսաշրջազգեստների տարեդարձն է, կարճ կիսաշրջազգեստների, որոնք հատկապես մեր տարածաշրջանում, հատկապես մեր երկրում այնքան վիճահարույց են եւ այնքան կռիվ դավի են առաջացնում։ Եվ էլ չասեմ, որ մինի շրջազգեստ տերմինն էլ կարծես մի քիչ հին է, չէ՞։ Հիմա կասեմ կարճ է հագել։ Այո, կարճ է հագել։ Այո, գանք ազգային տոների, դե միշտ Միացյալ Նահանգները զարմացնում է իր տարօրինակ եւ յուրօրինակ տոներով։ Քայլարշավային նվագախմբի օրն է, օրինակ, այսօր նշվում Միացյալ Նահանգներում։ Իդեպ նաեւ Քայլերթով ինչ որ բան անելու օրն է, փաստորեն այդ թվում նաեւ Քայլարշավային նվագախմբի, բացի դրանից կարծես թե այսօր ինչ որ առումով բանակային տոներ էլ կան, խաղալիք զինվորի օրն են նշում նաեւ ու բանակայիններին գրկախառնության ազգային օրը, եթե փաստորեն այս տոնի մասին իմացողները տեսնում են դրսում զինվորականներ, առաջարկում են գրկախառնվել, բայց ես վստահ եմ, որ իրականում այս տոների մասին բազմաթիվ ամերիկյան նահանգներում նույնիսկ չեն էլ լսել, չէ՞։ Այո, սա կարծես առավոտյան ծրագրերի համար մեզ համար է ապահովված։ Մի հետաքրքիր տոն էլ կա, քերականության ազգային օր, անգլերենի քերականության համար ազգային օր պետք է լինի, չնայած ասենք, որ մենք ծնվել եւ սովորել ենք մեր մայրենի լեզուն հայերենն է եւ մեզ թվում է թե դա հեշտ է, բայց այ մեր քերականությունը ավելի բարդ է։ Միանշանակ շատ ավելի բարդ է, քան անգլերենինը, վստահաբար։ Տեսնենք թե ինչ ծնունդներ կան այսօր, եթե չեմ սխալվում, այսօր Ալեքսանդր Թամանյանի ծննդյան օրն է։ Այո, 1878 թվականին է Երևանի գլխավոր ճարտարապետ, ակադեմիկոս, գիտնական ճարտարապետ Թամանյանը ծնվել։
Այո, երաժշտության աշխարհի հատկապես դասական երաժշտության աշխարհում կարևոր օր է այսօր, որովհետև փաստորեն 1678 թվականի այսօրն է ծնվել Անտոնիո Լուչիո Վիվալդին։ Այո, իտալացի երգահան, ջութակահար, դիրիժոր։ Շնորհավորում ենք բոլորին, ովքեր ծնվել են այսօր, ձեզ մաղթում ենք անմոռանալի օր, լավ նվերներ, լավ հուշեր եւ շարունակում ենք մեր եթերը։ Իդեպ եթե ունեք շնորհավորանքներ, կարող եք գրել մեր Facebook-յան հարթակում, armradio.am կայքում կամ զանգահարել մեզ 553702 հեռախոսահամարով։ Դե գիտեք, այս օրերին գլխավոր թեման Մերձավոր Արևելքի իրադարձություններն են եւ դրա հետ կապված նաեւ այն, որ շատ երկրների քաղաքացիներ մնացել են տվյալ երկրներում եւ չեն կարող վերադառնալ իրենց հայրենիք, այդ թվում մեր շատ հայրենակիցներ, ինչպես նշեցինք եթերի սկզբում, եւ բնականաբար այս ամենը բերում է նաեւ գների կտրուկ բարձրացման, Դուբայի միջազգային օդանավակայանի եւ այլ խոշոր կենտրոնների փակման պատճառ դարձած հրթիռներից հետո զբոսաշրջիկները մինչև 100,000 ֆունտ ստերլինգ են ծախսում մասնավոր թռիչքի վրա տարածաշրջանից դուրս գալու համար։ Forbes-ը հաղորդում է, որ որոշ զբոսաշրջիկներ չեն սպասում սովորական թռիչքների վերսկսմանը եւ ընտրում են իրենց համար սեփական երթուղին, ոմանք իսկապես տասնյակ հազարավոր դոլարներ են ծախսում մասնավոր ինքնաթիռների վրա, իսկ մյուսները 10 ժամ մեքենայով գնում են Օմանի կամ Սաուդյան Արաբիայի բաց օդանավակայաններ։ Ինչպես նշեցինք, մեր երկրի համար կարծես տարբեր չարտերային թռիչքներ են ավելացվում պետական գերատեսչությունների համագործակցության արդյունքում, ըստ այմ ռադիոլուրի մեր գործընկերոջ հետ կխոսենք այդ մասին եւ իրավիճակը եւս մեկ անգամ ընդգծում է, որ սովորական զբոսաշրջիկները եւ միլիոնատերերը ինչեր կարող են իրենց թույլ տալ եւ ինչեր կարող են իրենց թույլ չտալ։ Զբոսաշրջիկները սպասում են թռիչքների վերաբացմանը, իսկ հա միլիոնատերները կարող են սեփական ինքնաթիռներով, զարտուղի ճանապարհներով, շրջանցող ճանապարհներով թռիչքներ կազմակերպել։ Բնականաբար այդ միլիոնատերերից մեկն էլ Քրիստիանո Ռոնալդոն է, որը իր սեփական ինքնաթիռով, որն ի դեպ փաստորեն 61 միլիոն ֆունտ ստերլինգ արժե, այս ինքնաթիռը գիշերը լքել է Սաուդյան Արաբիան, բնականաբար լուրեր առաջացնելով, որ ֆուտբոլիստը երկիրը լքել է եւ հենց ինքնաթիռում է եղել իր երեխաների ընտանիքի Ջորջինայի հետ։ Քրիստիանոն ապրում է Էր-Ռիադում։ Այո, եւ ինչպես գիտենք, այս իրադարձությունների հետ կապված այնտեղ նույնպես այնքան էլ անվտանգ չէ, այո, ներողություն, այո, ապահով չէ եւ արդյունքում Քրիստիանո Ռոնալդոյի private jet կոչվածը անձնական ինքնաթիռը նույնպես լքել է Սաուդյան Արաբիան։ Թեմայի մասին առավել մանրամասն ռադիոլուրի մեր գործընկերները կներկայացնեն, րոպեներ անց արդեն ռադիոլուրի թողարկումն է, մինչև այդ եւս մեկ երաժշտական կատարում Rain լսենք, որը շարունակում է զարմացնել բոլորիս, այս անգամ London Symphony Orchestra-ի հետ։ Over the oceans I cried, I'm made of steel, just like but when I drive down this road, I reminisce. I drive slow, I'm letting go now. Just see a ghost town when sometimes at red lights with closed eyes, I tell myself, I dare myself to go on, just somebody loved me once. Somebody will again, like the way you loved me all night again. Although we never made it, stranger, you showed me it's true. Capable of loving someone the way I loved you. It was right there in June, next to Old Park Avenue, standing in the rain. Yeah, it took me long, hard years to get over you. It was an aching I refused to feel again. And looking back now, we never were quite right for each other, baby. But at the absence of passion in my life, I remember how alive love once was. And I sigh when I drive down this road, I reminisce. I drive slow, I've let him go now. I just see a ghost town, and sometimes at red lights with closed eyes, I tell myself, in fact, I tell myself to
Սուրճ ու սեր առավոտից։ 9:59 շատ կարճ ժամանակ ունենք ողջունելու մեր գործընկերոջը Հասմիկին Մարտիրոսյան, Հասմիկ, բարի լույս։ Բարի լույս։ Նոր թարմ տեղեկություններ կան Սաուդյան Արաբիայում գտնվող մեր հայրենակիցների մասին։ Ես ոչ միայն չառանձնացնեմ Սաուդյան Արաբիան, այլ ամբողջ տարածաշրջանում, Մերձավոր Արևելքում Օմանից այսօր Երևան հատուկ չվերթ պետք է տեղի ունենա Արաբական Միացյալ Էմիրություններում օրինակ Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ չվերթի ուղևորներին ավտոբուսով անվճար կտեղափոխեն Աբու Դաբիից եւ Դուբայից դեպի Մասկատի օդանավակայաններ։ Ըստ տարբեր տեղեկությունների ոչ ճշտված դեռևս 400 Հայաստանի քաղաքացի սպասում է Էմիրություններից Հայաստան վերադարձին։ Չգիտեմ այսօր քանի հոգի կվերադառնան, Ռադիոլուրը ընդգրկուն տեղեկատվությամբ ավելի ուշ մեր ունկնդիրներին հետ կկիսվի, թե ինչ փուլում է գործընթացը։ Շատ բարի, տեսնենք այլ ինչ նորություններ կան թե այս թեմայի հետ կապված եւ թե Հայաստանում աշխարհում ինչ է կատարվել վերջին 1 ժամի դրությամբ, միանանք ժամը 10-ի թողարկմանը։ Հայաստանում ժամը 10-ն է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում, բարև ձեզ, Ռադիոլուրը շարունակում է ներկայացնել ժամի լուրերը, տաղավարում Հասմիկ Մարտիրոսյանն է, ներկայացվելիք թեմաները նախ համառոտ։ Հայաստանի վարչապետը ոչ ֆորմալ հանդիպում է անցկացրել Վրաստանի գործընկերոջ հետ։ Միրզոյանը եւ Բարոն հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին։ Մոջաթաբ Խամենեին Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի պաշտոնի առաջատար թեկնածու է։ Ընտրվել է արդյոք նա հոգևոր առաջնորդի պաշտոնում, իրանական լրատվամիջոցները անվտանգությունից ելնելով լռում են։ Թեմաները ընդգրկուն վարքյաններ անց։ Նախ վարչապետի այցի մասին աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպում է անցկացրել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Տեղեկացնենք, վարչապետը աշխատանքային այցով 3 է մեկնել Վրաստան։ Այսօր տեղի է ունենալու Հայաստանի եւ Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստը, նախատեսված է նաեւ Հայաստանի եւ Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի եւ Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի, Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին։ Մտքեր են փոխանակվել համապատասխան գոտիներում գտնվող քաղաքացիներին աջակցության ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ։ Տարածաշրջանային լարվածության ֆոնին արտգործնախարար Արարատ Միրզյանը նաեւ հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Զրուցակիցները անդրադարձ են կատարել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին, այդ թվում հումանիտար բնույթի հարցերի։ Իրանից Հայաստանի տարածքով մարդկանց տարհանումը շարունակվում է, սահմանը հատել են Չինաստանի, Վրաստանի, ինչպես նաև Հայաստանի քաղաքացիներ եւ աֆրիկյան երկրներից մեկի դեսպանատան աշխատակիցներ։ Մեղրի սահմանային անցակետում իրավիճակը շարունակում է հանգիստ լինել, երթևեկությունը ընթանում է բնականոն կերպով, տեղեկացնում են լրատվամիջոցները։ Իսկ հա տարածաշրջանում ստեղծված իրավիճակով պայմանավորված Հայաստանի հարյուրավոր քաղաքացիներ տարբեր օդանավակայաններում շարունակում են սպասել Հայաստան վերադառնալ հնարավորությանը, նրանց թիվը մեծ է հատկապես Արաբական Միացյալ Էմիրություններում։ Ավիաընկերությունները Օմանի տարածքով չարտերային թռիչքներ են առաջարկում, սակայն ավիատոմսերի բարձր արժեքն ու անվտանգության հետ կապված մտահոգությունները մարդկանց կանգնեցրել են բարդ ընտրության առջև։ Այս թեման ընդգրկուն Ռադիոլուրը 3 ներկայացրել էր, նաև նշենք, որ Օմանից Երևան մարտի 4-ին եւս մեկ հատուկ չվերթ տեղի կունենա։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը 3 հայտնեց, որ Մասկատ-Երևան չվերթով Հայաստան է 3 վերադարձել 15 քաղաքացի, իսկ ոչ պաշտոնական տեղեկություններով Արաբական Միացյալ Էմիրություններում այս պահին ավելի քան 400 Հայաստանի քաղաքացի սպասում է հայրենիք վերադառնալու հնարավորությանը։
Իսկ ահա լարվածությունը մերձավոր արևելքում չի նվազում, պատերազմի 5-րդ օրը Միացյալ Նահանգները, Իսրայելը եւ Իրանը շարունակում են փոխադարձ հարվածները, Իրանում զոհերի թիվը մոտենում է 800-ի։ Իսրայելի բանակի ներկայացուցիչ բրիգադի գեներալ Էֆի Դեֆրինը նման լուր է հայտնել, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը Իրանի ուղղությամբ մեկ օրում ավելի շատ զինամթերք են կիրառել, քան ամբողջ 12-օրյա գործողության ընթացքում 2025 թվականին։ Իսկ ահա Իրանը 3-5 անգամ հարձակվել է Իսրայելի վրա բալիստիկ հրթիռներով, նշում են իրանական լրատվամիջոցները։ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի ավիահարվածների հետևանքով սպանված Իրանի գերագույն հոգեվոր առաջնորդ Ալի Խամենեի որդին Մոջաթաբ Խամենեին Իրանի գերագույն հոգեվոր առաջնորդի պաշտոնի առաջատար թեկնածուն է։ Այս մասին գրում է New York Times-ը, հղում անելով իրանական պաշտոնյաներին։ Հաղորդագրության մեջ շեշտվում է մեջբերում Իրանի հաջորդ գերագույն հոգեվոր առաջնորդի ընտրության համար պատասխանատու բարձրաստիճան կրոնական գործիչները քննարկումների համար հանդիպել են 3-շաբթի օրը եւ սպանված նախկին առաջնորդի Այաթոլ Ալի Խամենեի որդին դարձել է անվիճելի առաջատար մեջբերման ավարտը։ Նշվում է, որ Մոջաթաբ Խամենեին հոր իրավահաջորդը հռչակելու հնարավորությունը քննարկվել է նաեւ այսօր առավոտյան, սակայն մտահոգություններ են առաջացել, որ նա այդպիսով կարող է հայտնվել Միացյալ Նահանգների եւ Իսրայելի թիրախում։ Երեք ռադիոլուրը հայտարարել էր, որ ամերիկյան եւ իսրայելական ուժերը հարվածել են Իրանի Ղոմ քաղաքում գտնվող առաջնորդության փորձագետների խորհրդի շենքին, խորհուրդը, որը կազմված է 88 հոգեվորականներից, պետք է նշանակեր Իրանի գերագույն հոգեվոր նոր առաջնորդ Թեհրանում գտնվող խորհրդի գրասենյակը մարտի 2-ին նույնպես թիրախավորվել էր։ Իդեպ լուրը երեք Թեհրանը հերքել էր, պնդելով, որ հարվածների հետևանքով զոհեր չկան, քանի որ Իրանը նախապես տարհանել է փորձագետների ժողովի ներկայացուցիչներին Ղոմից եւ Թեհրանից։ Իրանագետ Գոհար Իսկանդարյանը առավոտյան գրառմամբ է հայտնել մեջբերում 3 Ղոմում Միացյալ Նահանգների եւ Իսրայելի ուժերը ռմբակոծել են այնտեղ գտնվող բանիմացների խորհրդի շենքը, սա նշանակում է, որ նրանք տեղեկություն են ունեցել այն մասին, որ մասնակիցները պատրաստվում են ընտրել նոր առաջնորդ։ Նիստը ըստ երևույթին անցկացվել է առցանց ռեժիմով, քանի որ համաձայն արևմտյան լրատվամիջոցների առաջնորդ է ընտրվել սպանված Այաթոլ Ալի Խամենեի որդին Մոջթաբա Խամենեին։ Որոշումը կայացրել է շիա հոգեվորականության 88 ներկայացուցիչներից կազմված խորհուրդը։ Մեջբերման ավարտը իրանագետը նաև գրել է, ըստ նույն աղբյուրների, ընտրության որոշումը կայացվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ճնշման ներքո, սպասենք պաշտոնական հաստատման։ Եվս երկու լուր թեմային առնչվող Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի ռազմական գործողության հետևանքով Իրանին հասցվել է զգալի վնաս, նշել է, որ ինքն է Իսրայելին դրդել հարձակվել Իրանի վրա, այլ ոչ թե Իսրայելը։ Թրամփը նաեւ ասել է, որ գրեթե ամեն ինչ ոչնչացվել է։ Միավորված ազգերի կազմակերպությունն էլ դատապարտել է երեխաների նկատմամբ բռնությունը Մերձավոր Արևելքում պատերազմի ընթացքում, որը տեղի է ունեցել, երբ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը թիրախավորել են Իրանի ռազմական եւ քաղաքացիական ենթակառուցվածքները։ Եվ ՄԱԿ-ը ընդգծել է քաղաքացիական բնակչության դպրոցների եւ հիվանդանոցների վրա չպետք է հարձակվել, յուրաքանչյուր երեխա իրավունք ունի ապրելու վախից զերծ, նշվում է հաղորդագրությունում։ Ինչպես կզարգանան իրադարձությունները, կտեղեկացնենք ժամը 11-ին, իսկ այս ժամին այսքանը տաղավարում աշխատեց Հասմիկ Մարտիրոսյանը, ցտեսություն։ Սուրճ ու սեր առավոտից։ Ծաղիկների աշխարհում ծնկաչոք ման է մեկել, տեսակ ծաղիկներ սիրուն ջան, քեզ համար եմ ես բերել։ Ծաղիկների աշխարհում
կաչոք մանեմ եկել տեսակ ծաղիկներ սիրուն ջան Քեզ համար եմ ես բերել Քեզ համար եմ հավաքել Հազար գույնի ծաղիկներ ու քեզ սիրով նվիրել սիրուն ջան Չքնախ կուրծքդ զարդարել Քեզ համար եմ հավաքել Հազար գույնի ծաղիկներ ու քեզ սիրով նվիրել սիրուն ջան Չքնախ կուրծքդ զարդարել Քեզ համար եմ հավաքել Հազար գույնի ծաղիկներ ու քեզ սիրով նվիրել սիրուն ջան Չքնախ կուրծքդ զարդարել Քեզ համար եմ հավաքել Հազար գույնի ծաղիկներ ու քեզ սիրով նվիրել սիրուն ջան Չքնախ կուրծքդ զարդարել ու քեզ սիրով նվիրել սիրուն ջան Չքնախ կուրծքդ զարդարել The station with the best music. I love the music. Best music. 10-12 վերադառնում ենք ուղիղ եթեր բարի լույս բոլորին ովքեր հենց նոր են մեզ միացել առանձնատուկ շնորհակալություններ 9:30-ից մեզ հավատարիմ հետևող ունկնդիրներին իդեպ ոչ միայն FM հաճախականությամբ այլև on-line հարթակներում Այո մեր Facebook-յան էջում եւ կայքում armradio.am հիմա ես զուգահեռ կստուգեմ արդյոք ունենք նոր մեկնաբանություններ թե ոչ իսկ դուք մի մոռացեք նաեւ 553702 հեռախոսահամարը հավաքել եւ միանալ մեզ ուղիղ եթերում փոխանցել ձեր ողջույնները, բարեմաղթանքները, կամ գուցե ինչ-որ նորություն ունեք, որով ուզում եք մեզ հետ կիսվել։ Ռոպեներանց խոսելու ենք այս հետաքրքիր տոնի օրվա մասին, ինչպես նշեցինք, միկրոֆոնի տարեդարձն է, մի գործիք, որի մենք հացից կկտրվենք, այսպես ասած, եւ աշխարհի մարդկանց մեծամասնությունը այսօր կարելի ասել, որովհետեւ անկախ նրանից ինչ մասնագետ են, այսօր շատ շատերը տանը ունեն փոքրիկ միկրոֆոններ, որոնք իդեպ ստեղծված են որպեսզի
կստացվեն հագուստին առանց բարդությունների, բայց բլոգերները որոշեցին նոր տրենդ ստեղծել եւ այդ փոքր միկրոֆոնները ամրացնում են ցանկացած հիմար իրի վրա եւ ավելի բարդացնում են այո, ինչ որ երկար ձողերի իդեպ հետաքրքիր է, չէ, թե ինչ փոփոխությունների է ենթարկվել այս սարքը տարիների ընթացքում, չափերից սկսած, որքան մեծ էր եւ որքան փոքր է հիմա, շատ հաճախ նույնիսկ ոլորտի ներկայացուցիչ լինելով եւ տեխնիկական նորամուծություններին քիչ թե շատ ծանոթ լինելով, դիտում եմ արտասահմանյան տեսանյութեր եւ շատ երկար փորձում եմ գտնել միկրոֆոնը, այնքան փոքր եւ պրոֆեսիոնալ են, այո, որ թաքցնում են ինչ որ այնպիսի տեղերում կամ հիմա նույնիսկ առհասարակ չերևացող տարբերակներ կան։ Մի խոսքով, իհարկե դեռ սարքի ստեղծման պատմությունից մի փոքր կխոսենք։ Այո, րոպեներանց մեջ գործընկերոջն ենք, իդեպ հյուրընկալելու եւ խոսելու ենք այս ոլորտի մասին, բայց մինչեւ այդ մարզական նորություններով ձեզ հետ կիսվենք, կարծես թե բավականին ասելիք կա։ Այո, հատկապես ֆուտբոլից երևի սկսենք։ Բարսելոնայի երկրպագուների համար ցավոք այնքան էլ լավը չէր գիշերը, որովհետև սիրելի թիմը նրանց չկարողացավ դուրս գալ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ։ Հանս Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը կիսաեզրափակչի պատասխան խաղում ընդունեց Մադրիդի Ատլետիկոին ներողություն եւ 3-0 ներողություն եմ խնդրում, ես կորցրեցի մեր լուր, այո, եւ հաղթեց 3-0 հաշվով, չնայած դրան չկարողացավ դուրս գալ եզրափակիչ։ Դուբլի հեղինակ դարձավ իսպանացի կիսապաշտպան Մարկ Բերնալը, աչքի ընկավ նաեւ բրազիլիացի հարձակվող Ռաֆինյան։ Առաջին խաղում Բարսելոնան Մադրիդում պարտվել էր 0-4 հաշվով։ Հայաստան վերադառնանք եւս մեկ լուրել հայկական ֆուտբոլից նշեմ, ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության 4-րդ եզրափակչի առաջին խաղում Երևանի Արարատը Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում ընդունեց Երևանի Ուրարտուին եւ պարտություն կրեց 0-3 հաշվով։ Հանդիպման 80-րդ րոպեին աչքի ընկավ Ուրարտուի ռուս կիսապաշտպան Արտեմի Գունկոն, 90-րդ րոպեին 11 մետրանոց հարվածը դիպուկ Ուրարտուի հարձակվող Կարեն Մելքոնյանը։ Ավելացված ժամանակում Արտեմի Գունկոն դուբլ գրանցեց։ Շարունակենք հայկական սպորտի մասին խոսել։ Համլետ Մանուկյանը ճանաչվել է Եվրոպայի 25 թվականի տարվա լավագույն տղամարդ մարմնամարզիկ։ Շնորհավորում ենք Համլետին, այս մասին այս լավ լուրը երեք հայտնեց Մարմնամարզության ֆեդերացիան։ Սիրելի հայրենակիցներ, շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ ակտիվ մասնակցության եւ աջակցության համար։ Ձեր ջանքերի, համախմբվածության եւ անսահման սիրո շնորհիվ Համլետ Մանուկյանը ճանաչվեց տարվա լավագույն տղամարդ մարմնամարզիկ։ Կարդում ենք ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ։ Սա մեր բոլորի հաղթանակն է, շնորհակալ ենք, միասին ուժեղ ենք։ Շատ հաճելի է, որ հենց հայ մարզիկն է ճանաչվել Եվրոպայի 25 թվականի լավագույն մարմնամարզիկը։ Եվ գիտեք, այս օրերին մայրաքաղաքը մարզասերների ուշադրության կենտրոնում էր, որովհետև Հայաստանը հյուրընկալել է Եվրոպայի առաջնությունը հրաձգության եւ օդամղի ատրճանակ կանանց սոլո մրցաձևում Էլմիրա Կարապետյանը հաղթահարելով որակավորման ապակիսա եզրափակիչ փուլերը 3 եզրափակչում մրցեց Հունգարիայի ներկայացուցիչ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Վերոնիկա Մայորի հետ եւ 12-15 հաշվով ցավոք զիջեց մրցակցին, բավարարվելով արծաթե մեդալով։ Նա գնում էր դեպի չեմպիոնություն, բայց արծաթե մեդալն էլ մեզ ուրախացնում է, ուրախ եմ եւ ողջավորված, արդյունքից էլ գոհ եմ։ Հետաքրքիր մրցակցություն էր, իր տպավորություններով կիսվել է Էլմիրա Կարապետյանը։ Այսպիսով նա դարձավ Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի գավաթի խաղարկության կրկնակի ոսկե մեդալակիր։ Շնորհավորում ենք Էլմիրային եւ շնորհակալություն հայտնում։ Այո, շնորհակալություն մեր այն բոլոր մարզիկներին, որոնք պարբերաբար բարձր են պատվում մեր պատիվը տարբեր մարզական հարթակներում, հաջողություն ենք մաղթում եւ հուսով ենք ու վստահ ենք, որ շարունակելու եք հաղթական ելույթները ձեր մարզաձևերում։ Ռոպեներանց, ինչպես խոսենք արդեն միկրոֆոնից մեր գործընկերոջ հետ, իսկ մինչև այդ եւս մեկ նոր երգ Բրունո Մարսը թողարկել է նոր ալբոմ, կարելի ասել, բայց այն ընդամենը 7-8 երգ է ներառում եւ մեզ լավ հնարավորություն է տալիս առավոտյան նոր երգեր հնչեցնելու։ Ooh, girl, you in trouble tonight.
Come on and cha-cha-cha with me. And I'ma cha-cha-cha with you tonight. I like it like that. She working that back. I don't know how to act. Ooh, come on and cha-cha-cha with me. And I'ma cha-cha-cha with you tonight. I like it like that. She working that back. I don't know how to act. Ooh. It's on and poppin'. The club bouncing. There's a party at the Peggy Ring. Ooh, the hooligans way outside. The spotlight's on you now. Spotlight's on you. Let me see what you came to do. Let me see what you came to do. Girl, the dance floor is yours and you're looking ready to set it on fire. Come on and cha-cha-cha with me. And I'ma cha-cha-cha with you tonight. I like it like that. She working that back. I don't know how to act. Ooh, come on and cha-cha-cha with me. And I'ma cha-cha-cha with you tonight. I like it like that. She working that back. I don't know how to act. Ooh, if you're ready, I'm ready, baby. We can do this all night. Let's go to the moon a little later. Hope you ain't scared to fly. Come on and cha-cha-cha with me. And I'ma cha-cha-cha with you tonight. I like it like that. She working that back. I don't know how to act. Ooh, come on and cha-cha-cha with me. Yeah, and I'ma cha-cha-cha with you tonight. I like it like that. She working that back. I don't know how to act. Ooh. Սուրճ ու սեր առավոտից։ Վերադարձանք տաղավար եւ ինչպես խոստացել էինք, սիրով ներկայացնում ենք մեր հյուրին, մեր գործընկերոջը, Հանրային ռադիոյի եթերի ապահովման առաջատար մասնագետ, հնչյունային ռեժիսոր Նորայր Սարգսյանը, բարի լույս։ Բարի լույս։ Ամեն ինչ ճիշտ ասացի։ Պարզվեց արդեն 32 տարի Հանրային 32 ռադիոյում։ տարի։ Մեր տարիքի չափ համարյա։ Այո։ Մի ամբողջ կյանք։ Նորայր ձայնի աշխարհում հայտնվելը ինչպես ստացվեց։ Շատ պատահական, ճիշտ ասած, մասնագիտությամբ ռադիոինժեներ եմ, իսկ հնչյունային ռեժիսորի մասնագիտությունը, որը Հայաստանում չկա, չի ուսուցանվում, մասնավոր այսպես ասած դպրոցներ են, պետական մակարդակով չկա, որը շատ ցավալի է, որը շատ հետաքրքիր մասնագիտություն է։ Ուղղակի գովազդները ժամանակի ընթացքում ձայնի այդ ելևէջները բան շատ գրավեցին, որոշեցի խորանալ, զբաղվել այդ ասպարեզում ու ստացվեց։ Ու փաստորեն Հանրային ռադիոն առաջին աշխատավայրն է եղել։ Առաջին ու միակը, անդավաճան սերը։ Այո։ Ճիշտ են ասում, որ Հանրային ռադիոն լավ առումով ճահճի է նման, այստեղից դուրս գալ չես ուզում, երբ հայտնվում ես այստեղ, պարոն Օրքինյանն էր ասում, հիշում եմ, մի քիչ վատ է հնչում իհարկե, բայց մենք լավ առումով նկատի ունենք։ Ձայնի մասնագետ լինելը ինչ օրինակ դժվարություններ է առաջացնում կյանքում, որովհետև գիտեմ, որ
բացադրենք կոշկակարները անընդհատ նայում են մարդկանց կոշիկներին։ Պատկերացնում եմ ինչքան դժվար կլինի խոսքի ընթացքում գուցե մենք ենք հաճախ զայրացնում տաղավարից, օրինակ, շատ մոտ ենք խոսում միկրոֆոնին կամ հակառակը։ Չէ, զայրաց կանոններ գոյություն ունեն միկրոֆոնի հետ աշխատելու, պետքա միկրոֆոնին նստել 10-ից 15 սանտիմետր հեռավորության վրա, այսինքն ձեռքի մատների դաստակի բացված այս իդեալական հեռավորությունը ու այդպես Գնանք այդ 32 տարին հետ, մասնագիտությունը պարզ էր, բայց ինչպես հայտնվեցիք հանրային ռադիոյում։ Ճիշտ ասած հայրս աշխատել է երկար տարիներ 45 տարուց ավել աշխատել է հանրային ռադիոյում այն ժամանակ հեռուստարադիո պետկոմ էր կոչվում փոքր հասակից հաճախակի հետը լինում էի ռադիոտան շենքում 32 տարուց ավելի է փաստորեն այո ու անցնելով միջանցքներով այս մարդկանց հետ շփվելով չգիտեմ ինչ որ մի ներքին համակրանք ասեմ սեր ասեմ դեպի ռադիոտունը այդպես ձևավորվեց ինստիտուտի ավարտելուց հետո միանգամից դիմեցի եւ ընդունվեցի աշխատանքի։ Ծնողները հաճախ դեմ են, երբ երեխաները իրենց ուղին են շարունակում, իհարկե կան ծնողներ, որոնք կողմ են, ձեր դեպքում կար հայրական օրհնանքը գալ ռադիո։ Չէ, Սովետ միության ժամանակ ինժեների մասնագիտությունը շատ հարգի էր, շատ գնահատված էր։ Ես ինքս եմ ընտրել իմ մասնագիտությունը, ճիշտ է, բոլորը ասում էին ռադիո ինժեները պետքա գնաս նստես ինչ-որ տեղ, ռադիո ընդունիչ քանդես, հավաքես, պայկաներ անես եւ այլ, բայց ինստիտուտում ես հասկացա, որ դա լրիվ կարդինալ ուրիշ մասնագիտություն է, շատ ուրիշ հետաքրքիր աշխարհ է, որը գրավեց ինձ ու այդպես խորացա, շարունակեցի մասնագիտությունը այստեղ հանրային ռադիոյի պատերի ներսում։ Այս շատ հետաքրքիր է իմանալ 32 տարվա մեջ ինչ էվոլյուցիա են ապրել հենց միկրոֆոնները, լուսանկարներով կամ տեսանյութերով տեսնում ենք հաճախ ավելի մեծ սարքեր են կամ միգուցե փոքր, ինչից որտեղից ենք հասել։ Այն ժամանակ, որ ես ընդունվեցի ռադիո, այդ թվերին 94 թվականներ միկրոֆոնները ավելի փոքր էին, բայց կային նաև մեծ հիմա էլ ենք օգտագործում Neumann ֆիրմայի, մի գովազդ չլինի, բայց աշխարհահռչակ ամենահզոր միկրոֆոններն են իրանք։ Աստորեն ժամանակվանից կան մինչև հիմա։ Այո, մինչև հիմա օգտագործում ենք դրանք ու իդեալական ձայն ենք ստանում դրանցով։ Հետզհետե էվոլյուցիա ապրեցին միկրոֆոնները մեծից դեպի փոքր, ըստ բաժանվում են դասակարգվում են կոնդենսատորային միկրոֆոններ եւ դինամիկ միկրոֆոններ։ Հիմա մենք խոսում ենք դինամիկ միկրոֆոններով, որոնք ձայնի հետ աշխատելու իդեալական տարբերակ են, եթերում աշխատելու ոդքասթերի եւ այլ։ Այն միկրոֆոններն են հիմա, որոնք աղմուկից զերծ են պահում։ Իսկ կոնդենսատորային միկրոֆոնները զուտ երգի, վոկալի ձայնագրման համար, որտեղ կա ուժեղ խլացում ստուդիայի մեջ, իդեալական հնարավորություն են տալի մեծ դիապազոն են ապահովում ձայնի համար։ Իդեպ շատերը խառնում են, չէ՞, միկրոֆոնները բարձրախոսներից, այսինքն այն տեսակ միկրոֆոններից, որոնք բեմից ավելի բարձր խոսելու համար են։ Մասնագիտական նեղ բացատրություններ չտամ դրան, միկրոֆոնն է, որի միջոցով ձայնը փոխանցվում է մարդկանց ականջին է հասնում։ Ահա, թեկուս դինամիկներով, թե այլ ինչ-որ նորեր ինչ գաղտնիքներ կան ձայնի հետ կապված, որ որպես մասնագետ կարող եք բացել մեր ռադիոլսողների համար։ Գուցե, չգիտեմ, հետաքրքիր փաստեր կամ գաղտնիքներ, որ ձայնը ավելի լավ հնչի։ Չգիտեմ, ուրեմն ես իմ բոլոր ծանոթներին, երեխաներից սկսած, միշտ ասում եմ հիմա տեխնոլոգիական դարը, հեռախոսների մեջ մտած իրանք միմյանց գրում են, պատասխաններ են ստանում, ես ասում եմ զանգեք, զանգի միջոցով, ձայնի միջոցով շփվեք, որովհետև ձայնի միջոցով դուք կարող եք դիմացինի տրամադրությունը ընկալել, հասկանալ, իսկ ասենք եթե մեկին գրում ես
ինչպես էս ինքը շփտացող սմայլի կա դնում, ինչ գիտես այդ բանին ինքը ինչ Այո, կամ ասում են շատ չոր գրեց ինձ։ Մունաթով։ Ձայնի միջոցով մարդուց ես կարող եմ զգալ իր տրամադրությունը, չգիտեմ, ամեն ինչ, համարյա ամեն ինչ ձայնի միջոցով կարելի է ստանալ։ Ի վերջո պատահական չէ, շատերն ասում են, որ կան մարդիկ, որոնց համար արտաքինը այնքան կարևոր չէ, որքան ձայնը եւ ձայնն է ավելի տպավորում կամ հակառակը վանում։ Նորայրի մտքին ես հիշեցի Սևակ մեր վարպետության դասախոսը, որը դասավանդել է թե ինձ թե Սևակին, միշտ ասում էր, որ ռադիոյում աշխատելիս դուք միևնույնն է, պետք է ունենաք շատ լավ տեսք միկրոֆոնի մոտ նստած, որովհետեւ ձեզ միայն թվում է, որ ռադիո լսողը ճակերտներում ասած չի տեսնում եւ պիտի ժպտակ, որովհետեւ դա նույնպես այսպես ասած լսվում է։ Ձայնի հետ կապված մի մեջբերում էլ անեմ, Լևիտանը, հայտնի ձայնը, որը համարյա հաղթեց պատերազմը, իր գլխի համար մեծ գումար էր խոստացված, երբ որ Ադոլֆ Հիտլերը տեսնում է Լևիտանի նկարը, չի հավատում, ասում է հնարավոր չի այս փոքրամարմին, այս նվազ մարդը այսպիսի ձայն ունենա։ Փաստորեն ձայնի միջոցով հնարավոր է այնպիսի էմոցիաներ փոխանցել, նույնիսկ ոգեշնչող, պայքարի մղող, որ մարդիկ զուտ առանց տեսքի կարող են ձայնի միջոցով ամեն ինչ ընկալել, հասկանալ առաջնորդ։ Մանավանդ մեր օրերում, որ արդեն AI-ով գեներացված ձայներ են, արհեստական բանականությամբ, իդեպ առավոտյան տաքսովարորդը հենց AI-ով էր լսում ջազ ու հասկացա, որ ինչ-որ պահի գլուխը սկսեց ցավել այդ գերմաքուր վիճակից, որ միանգամից արհեստականությունը երևում է։ Միևնույնն է, կարծում եմ, երբ բանը հասնում է արվեստին եւ ստեղծագործությանը, նույնիսկ տասնյակ տարիներ հետո AI-ը չի կարողանալու փոխարինել մարդու տաղանդը։ Նորայր տարիներ շարունակ 32 տարի դուք ապահովել եք ոչ միայն ուղիղ եթերը, այլև ձայնագրությունները, ռադիոլսողների ամենասիրելի հաղորդավարների, մասնագետների հյուրերի ձայները, վստահ եմ առանց զվարճալի զավեշտալի պատմությունների չեն անցել այդ տարիները։ Ես սպասում եմ այդ հարցը, բայց նրանք այնքան շատ են եղել։ Գուցե առանձնացնեք մեկը երկուսը։ Եղել են դեպքեր, որ տեքստով համերգի բացման ընթացքում հաղորդավարը այնպիսի ազգանուն է եղել դիրիժորի, որ եթերում հիմա չեմ կարող ասել բազմավաստակ մեր հաղորդավարուհիներից մեկը միջև թոշակի գնալը այդ համերգը վերջում ասենք թոշակի գնալուց առաջ ընկել է համերգի տեքստը իրան ասել է ես այսքան տարվա բազմավաստակ մարդ ոնց կարող եմ սխալվել նստել է միկրոֆոնի դիմաց նորից սխալ ասել այդ բառը Նորեր հանրային ռադիոյում սերնդափոխություն կա հաղորդավարներ լրագրողներ բայց տեխնիկական անձնակազմում հաճախ միշտ նույն մարդկանց ենք տեսնում, էլի երիտասարդ միջին տարիքի կա սերնդափոխություն այստեղ ընդհանրապես նոր մասնագետներ ներգրավում են կամ երիտասարդներին այս մասնագիտությունը հետաքրքրում է։ Ճիշտն ասած ներգրավում են իհարկե, բայց այս այն մասնագիտությունն է, որ փորձի հիման վրա է առաջ գնում։ Ճիշտ է, ջահելները կարող է եկամտաբեր չի այս մասնագիտությունը զուտ դրա համար շատ չեն ընտրում բայց նվիրալները իրոք գնում են այս ճանապարհով Ահա, կարևոր է որ կա սերնդափոխությունը։ Այո, ձայնի հետ կապված կան ձայներ, որոնք օրինակ գիտենք, որ եթերի համար, երաժիշտների համար գոյություն ունի ձայնի ճիշտ եւ սխալ հնչողություն, մեզ հաճախ ասում են ինտոնացիաներ, պետք է փորից խոսել, հատկապես եթերում կոկորտային ձայն չի կարելի, կան ձայներ, որ նյարդայնացնում են, թե արդեն սովորել եք ամեն տեսակ ձայն։ Չէ, ամեն տեսակ ձայնի սովորել եմ, բայց կան որոշակի կանոններ, որ ասենք տեքստեր երկար տեքստեր կարդալուց պետք է նստած կարդան։ Գովազդային հոլովակները պետք է կանգնած կարդան, որպեսզի ձայնը ամբողջ դիաֆրագմայով կարողանան փոխանցել։ Ու այնպես է, որ գովազդների մեջ հիմնականում ռադիո գովազդների մեջ ձայնն է որոշիչ դեր խաղում, գրավիչ դեր խաղում ապրանքի առաջխաղացման կամ ծառայության մատուցման հարցում։ Շատ ճիշտ է, որովհետև այստեղ կադր չկա եւ մանավանդ գովազդները, որ
10-20-30 վայրկյան են պետք է ամբողջովին համոզիչ լինի այդ ընթացքում։ Իդեպ բոլոր այն մարդկանց, որոնք կադրի հետ են աշխատում կամ հեռուստատեսությունում են աշխատում կամ on-line հարթակներում, միշտ շատ զարմացնում է, թե որքան ավելի բարդ է միայն ձայնով աշխատելը, որովհետև նույնիսկ եթե վիդեոից կտրում ենք մեր ձայնը առանձին եւ լսում ենք, ապա նկատում ենք այնպիսի սխալներ, որոնք վիդեո տարբերակում չէինք նկատում, որովհետև ամեն դեպքում կադրը, մեր միմիկան, ձեռքերի շարժումները շեղում են, այնպես որ իսկապես մնում է շնորհակալություն հայտնել ձեզ, ձեր աշխատանքի եւ տարիներ շարունակ ինչպես մեր, այնպես էլ մեր բազմաթիվ ավակ եւ սերնդակից գործընկերների ձայները ռադիոլսողին մաքուր եւ ճիշտ ձևով հասցնելու համար։ Ձեզ ենք շնորհակալ, աշխատում ենք մեր հանրության համար ու ժողովրդի համար։ Նորայրի գլխավորությամբ մեր տեխնիկական անձնակազմին շնորհակալություն հայտնենք, որոնք 24/7 ռեժիմով աշխատում են եւ ապահովում են հանրային ռադիոյի անխափան եթերը։ Լավ օր ենք մաղթում։ Ձեզ նույնպես Ռադիոյում, ռադիոից դուրս բարի եթեր, բարի լուրերով։ Այո, մենք լուսանկարվենք մեր գործընկերոջ հետ եւ վերադառնանք։ Դեպ եթե դուք ել ունեք հետաքրքիր պատմություններ, հատկապես մեր հավատարիմ ունկնդիրները կզանգեն եւ կասեն հետաքրքիր կիքսեր, բացթողումներ, որ արել են հաղորդավարները, այո, կարող եք զանգարել 553702։ Ես արտասովոր էի կյանքում քո հասարակ հոգուս հետ խաղում էիր բայց սիրում է ես վտանգ դե բարի ճամփակ ես մնայս ես գնա անոնը շուրթերին քո թող փոշի դառնար դուր բաճապ որ մնա քեզ հետ դուր բաճապ որ նայե ես ետ դուր բաճապ որ չասե քեզ վերջ մի բան ասա հասկանամ ես քեզ դուր բաճապ որ մնա քեզ հետ դուր բաճապ որ նայե ես ետ դուր բաճապ որ չասե քեզ վերջ մի բան ասա հասկանամ ես քեզ դուր բաճապ քեզ սիրեմ հաճելի խապկանք էր սերդ երեկվա թեք ուզես մնամ ես հույս դուր ինձ վաղվա սրտիս կպնում փախչում ես խամփում կանոններով ինձանով հարբում էիր դե մնաց զրա սիրով դուր բաճապ որ մնամ դուր բաճապ որ մնամ քեզ հետ դուր բաճապ որ նայե ես ետ դուր բաճապ որ չասե քեզ վերջ մի բան ասա հասկանամ ես քեզ դուր բաճապ որ մնամ քեզ հետ դուր բաճապ որ նայե ես ետ դուր բաճապ որ չասե քեզ վերջ մի բան ասա հասկանամ ես քեզ դուր բաճապ քեզ սիրեմ Դուր բաճապ որ մնամ քեզ հետ դուր բաճապ որ նայե ես ետ դուր բաճապ որ չասե քեզ վերջ մի բան ասա հասկանամ ես քեզ դուր բաճապ որ մնամ քեզ հետ դուր բաճապ որ նայե ես ետ դուր բաճապ որ չասե քեզ վերջ մի բան ասա հասկանամ ես քեզ դուր բաճապ քեզ սիրեմ Սուրճ ու սեր առավոտից։
Իրար սիրելու պատճառներ տվեք, առավոտից 10:37 եթերաժամի վերջին հատվածին ենք ասել, շարունակում ենք խոսել միկրոֆոնի մասին, մի գործիք, որն իսկապես հեղափոխական նշանակություն է ունեցել մեդիայի զարգացման գործում եւ առաջին միկրոֆոնը փաստորեն 19-րդ դարում է ստեղծվել 1870-ական թվականներին հեռախոսի զարգացմանը զուգահեռ։ Միկրոֆոն բառը թարգմանաբար նշանակում է փոքրիկ ձայն, միկրոս small եւ phone sound, այսինքն ձայն, փոքրիկ ձայն։ Այո, 1877 թվականին Թոմաս Էդիսոնը կատարելագործեց ածխային միկրոֆոնը, որը դարձավ նաև հեռախոսային կապի հիմնական տեխնոլոգիան երկար տարիներ։ Եվ կան միկրոֆոնների տարբեր տեսակներ, ինչպես նորայրներն նշեց, դինամիկ, կոնդենսատորային եւ այլ տեսակի միկրոֆոններ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունը ձայնի որակի, զգայունության եւ կիրառության ոլորտների տեսանկյունից։ Այո, եւ ինչպես նշեցիր, քանի որ 1879 է ստեղծվել, փաստորեն ավելի մեծ է, քան ռադիոն, միկրոֆոնը բնականաբար ավելի շուտ է ստեղծվել եւ ավելի մեծ է։ Գիտենք, որ տարբեր լեգենդար բրենդներ կան միկրոֆոնների, դրանցից ամենալեգենդարը եւ ամուրը համարվում է Shure SM58-ը, այն համարվում է, այսպես ասած, չկոտրվող, այն փորձել են սառեցնել եւ հետ բերել սառույցից, գցել բարձր տեղերից, որպես մուրճ են օգտագործել եւ այն դեռ աշխատել է։ Պատկերացնում եք։ Այո, հատկապես համերգների համար, չէ՞, սա համարվում է լավագույն որակի միկրոֆոններից մեկը եւ հետաքրքիր է թե ընդհանրապես ինչպես է այն աշխատում, ինչ կառուցվածք ունի, երբևէ միգուցե չենք էլ խորացել, բնականաբար կա բարակ թաղանթ, համակարգ, որը թաղանթի շարժումը փոխակերպում է էլեկտրական ազդանշանի, երբ մենք խոսում ենք օդի տատանումները հարվածում են թաղանթին եւ այն սկսում է շարժվել։ Այդ շարժումն էլ վերածվում է էլեկտրական հոսանքի կամ լարման փոփոխության։ Եվ հենց դա էլ պատճառն է, որ մեր միկրոֆոնները լսում են ձայներ, որոնք նույնիսկ մենք չենք լսում։ Շատ փոքրիկ շուրթերի շարժում, գուցե տարերը արտասանելից որոշ պայթյուններ, օրինակ P-երը, B-երը պատահական չէ, այո, պայթաշփական են նույնիսկ կտորների շարժումը, մեր հագուստը պատահական չէ, որ հաճախ երբ հյուրեր են ունենում, նրանց խնդրում ենք ազատվել բոլոր զարդերից, որոնք նրանք կրում են, որովհետև միկրոֆոնը կարող է այդ ամենը վերցնել։ Դեռ էլի փաստեր ունենք։ Խշխշան վերարկուներ, այո, դեռ էլի փաստեր ունենք, որոնցով ձեզ հետ կկիսվենք, բայց մինչ այդ լսենք մեր ռադիոլսողին, որը միացել է մեզ։ Բարի լույս։ Բարև ձեզ։ Շնորհավորում եմ ձեր տոնը։ Շնորհակալ ենք։ Մեծ սիրով ձեր զույգը բավականին հաջող է, ասեմ, բարում հաղորդումը։ Շնորհակալ եմ։ Միաժամանակ ասեմ, որ հորդորում եմ ձեզ օգտագործեք խոսափող բառը, որը հիշելով ասպարեզ եկել 88 թվականին։ Գուցե թիվը սխալվում եմ, բայց խոսափողը արդեն բավականին վաղուց կա եւ ավելի բովանդակալից է։ Դուք բացատրեցիք միկրոֆոնը ինչի նշանակում, խոսափողը ավելի որոշակի է։ Փողով խոսում ես։ Սա ուզում ասեի։ Շնորհավոր նորից, ամենայն բարիք, շնորհակալություն։ Շնորհակալ ենք նկատառման համար եւ նկատառման նույնպես իսկապես ամբողջովին մոռացել էինք խոսափող տարբերակի մասին։ Իրականում մի փոքր շփոթեցնող է ինձ համար, թե հատկապես բարձրախոս եւ խոսափող, բայց կարծում եմ այս պարագայում մերը հենց խոսափողն է, մեր ռադիոլսողի հետ համաձայն է։ Իդեպ Սևակ, քանի որ խոսում է իր միկրոֆոնի կամ խոսափողի, արդեն այսպես ասենք, կառուցվածքից, այո, նշեմ, որ կան նաեւ միկրոֆոններ, որոնք պատված են ոսկիով, ոսկեզոծ են եւ սա պատահական չէ կամ շքեղություն չէ, որը շատ բարձրակարգ եւ բարձր որակի ձայնագրություններ ապահովող ստուդիաներ օգտագործում են հենց նման տեսակ միկրոֆոններ, որովհետեւ ոսկին էլ իր հերթին հավելյալ ստաբիլություն է հաղորդում այս սարքերին եւ այլ ավելի որակյալ ձայն է ապահովում։ Էլ չասենք, որ կան արտիստներ, որոնք ունեն հենց իրենց խոսափողները, միկրոֆոնները, իրենց անվանական ստորագրությամբ կամ այդ ընկերությունները հենց նրանց համար հատուկ փորագրությամբ ստեղծում են միկրոֆոններ, որովհետև տվյալ աստղերը ելույթ են ունենում միմիայն իրենց տեխնիկայով։ Այո, եւ իդեպ քանի որ մեծ աստղերին անդրադարձար եւ ելույթներին, նշենք նաեւ, որ ինչ որ առումով բարձրախոսները այս դեպքում պատմություն են փոխել, որովհետև առանց դրա բազմաթիվ քաղաքական լեգենդար դարձած ելույթներ չէին հասնի լսարանին, բազմաթիվ համերգներ տեղի չէին ունենա, չէին կարողանա այդքան մեծ համերգների ականատես լինել եւ ներկա լինել եւ ի վերջո մեր օրերում այսքան տարածված ոդքասթները։
Այո, Չէին դրա լինի։ մասին ասացինք, հիմա Այո։ եթե նախկինում միայն ռադիոյում կտեսնեինք նման կառուցվածքի խոսափողներ, ապա հիմա թերթում ես Instagram-ը, TikTok-ը ամեն երկրորդ երրորդ մարդը չգիտես էլ որտեղ է դա, իր տանն է, ստուդիա է վարձակալել, իր ննջասենյակն է, թե ինչ որ մի հատուկ տեղ է, նստած խոսում են խոսափողների առաջ եւ նաեւ այն փոքր խոսափողները, որոնք ինչպես ասում են, ճստիկ են, բայց պստիկ են, իրենց փոքր լինելուն զուգահեռ շատ որակյալ ձայն են ապահովում, սա հատկապես բլոգերների եւ ինֆլուենսերների համար առօրյական ամենօրյա գործիք է դարձել։ Ամենօրյա գործիք է, այո, շատ ավելի հիմա մատչելի տարբերակներ կան, եթե նախկինում այս արքը ձեռք բերելու համար քեզ մի քանի $100 էր անհրաժեշտ կամ դրան համարժեք դրամ, այսօր շատ ավելի մատչելի տարբերակներ կան, տարբեր դիզայներ, ես օրինակ ունեմ վարդագույն միկրոֆոն սեվակ։ Ահա, ես շատ ուրախ եմ, հիշեցի, որ դու այդպիսի մի միկրոֆոն ունես։ Շարունակում ենք մեր հեռարձակումը, ընդհանուր առմամբ տեխնիկայի ոլորտ եկանք, ռադիոյի դաշտ, եւս մեկ անգամ մեր մշտական ռադիոլսողներին հորդորում ենք միանալ մեր զրույցին եւ վստահ եմ, որ նրանք ունեն պատմություններ ուղիղ եթերի, կիքսերի կամ հետաքրքիր դրվագների հետ կապված եւ մինչեւ այդ նաեւ տեսնենք Facebook-ում 15-ից ավել մեկնաբանություն ունենք, վեգա, արի հերթով դրանք ընթերցենք, Գայանե Այվազբալյանը շարունակում է իր երկտողային մոտեցումները ջահելներ ջան, պինդ կացեք, լող լավ է։ Շնորհակալ ենք։ Էստեր Մխիթարյանը գրել է բարի լույս, եկեք սրճենք, մեծ սիրով կմիանանք, մանավանդ այսօր տաղավարում կարծես չսրճեցինք ձեզ հետ։ Այո, այսօր չսրճեցինք, Էստեր Մխիթարյանը նաև նշում է, որ 3 գրողների միջազգային օրն էր, շնորհավորում եմ բոլոր գրողներին, գրողների միջազգային օրվա առթիվ, մաղթում ստեղծագործական մեծ հաջողություններ։ Ահա, Մանուշակ Թումանյանը բարի լույս հայեր եւ Գագ Ավակյանը անդրադարձել է ճակերտավոր ասած ճահիչ ձևակերպմանը եւ նշել, որ հանրային ռադիոն այսպես ձգում է ոչ միայն աշխատող նվիրյալներին, այլև ռադիո լսողներին, տասնյակ տարիներ Հայաստանից դուրս գտնվողիս համար Հայաստանի հետ կապող ամենամեծ օղակն է։ Մի քանի մեծ ու փոքր նկատողություն ունեմ, բայց այսօր ուզում եմ ասել միայն մի բառ՝ շնորհակալություն։ Մենք միշտ կողմ ենք նկատառումներին, քննադատություններին, բողոքներին եւ դրանք փորձում ենք հաշվի առնել։ Այո, ամենակարևորը, որ մենք դրանք ոչ միայն լսում ենք, այլև փորձում ենք նաեւ կիրառել եւ սովորել դրանցից։ Նաեւ Սիրուշ Աբրահամյանն էլ գրել է բարև հայեր ջան։ Շարունակենք եթերը, նոր երգ Գարիկ Սոնայից կվերադառնանք։ Աչքերը տեին ինձ վարակել, կամ մեջ ես գտա
Սուրճ ու սեր առավոտից։ Տասնանցե 47 դուք հետևում եք Հանրային ռադիոյի ուղիղ հեռարձակմանը 55:37 վերջին րոպեներն են կարող եք մեզ զանգահարել կամ գրել մեկնաբանություններ մեր Facebook-յան հարթակում եւ armradio.am կայքում։ Մենք փորձենք թարմացնել տեղեկատվությունը ավտոճանապարհների եւ եղանակի մասով, որքան է այս պահին ջերմաստիճանը, սևակ։ Ջերմաստիճանին համապատասխան երաժշտության ներքո այս պահին մայրաքաղաքում 2 աստիճան է, 1 նիշով բարձրացավ օդի ջերմաստիճանը, հիշեցնենք, տեղեկացնենք նրանց համար, ովքեր առավոտյան եթերի սկզբում չեն հետևել մեզ, այսօր սպասվում է մայրաքաղաքում անձրև, հանրապետության այլ տարածքներում, լեռնային շրջաններում ձյուն, ձնախառն անձրևի տեսքով տեղումներ եւ օդի ջերմաստիճանը դեռ պահպանվելու է նույն կերպ, մի փոքր ցուրտ է լինելու։ Ահա, դե ինչ, մնում է դիմանալ, հաշված օրերը ամեն դեպքում մնացին, կարծում եմ մարտն էլ հաղթահարենք եւ հետո արդեն ամեն ինչ շատ ավելի լավ կլինի, հասկանանք արդյոք թարմացումներ կան Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին, արդեն ասել էինք, որ հիմնականում դրանք անցանելի են, չէ, կարծես թե փոփոխություններ չկան, միայն Վարդենյաց Լեռնանցքն է շարունակում դժվար անցանելի մնալ կցորդով տրանսպորտային միջոցների համար, լարսնել դե եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ էլի կցորդով բեռնատարների համար է այսօր փակ։ Եվ նաև հիշեցնենք, որ եղանակի կանխատեսման տեղեկության մեջ կար կարևոր նկատառում, որ այսօր հանրապետության ճանապարհներին հնարավոր է մեր կասառույց, այնպես որ սիրելի վարորդներ, թեև գարուն է արդեն, բայց մի մոռացեք, որ պետք է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Եվս մեկ մարզական լուր հայտնեմ եթերի վերջին րոպեներին, գիտեմ, որ շատերը վերջին շրջանում հատկապես հետևում են MMA մարտիկ եւ ըմբիշ Արման Ծառուկյանի գործունեությանը, երևի ամենակննարկված հայազգի մարզիկներից է նա վերջին շրջանի։ Պարզվում է, որ սկանդալային միջադեպ է տեղի ունեցել նրա վերջին մարտերից մեկի ընթացքում եւ այսպիսով Ծառուկյանը բացատրել է, թե ինչու է դա տեղի ունեցել, նա հարվածել է մրցակցին մարտի պաշտոնական ավարտից հետո։ Այո, ըմբիշը բացատրել է ամենևին զարմանալի։ Արիզոնա նահանգի Տեմպե քաղաքում անցկացված RAF 06 ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում մրցակցին հարվածել էր Գոտեմարտի Ջորջո Պուլասի մասին է իդեպ խոսքը, ամերիկացի ըմբիշ եւ բլոգեր Գոտեմարտի եզրափակիչ ազդանշանից անմիջապես հետո, այն բանից հետո երբ Արմանը հարվածել էր մրցակցին, դրանից հետո զանգվածային ծեծկռտուք էր տեղի ունեցել, երկու կողմի ներկայացուցիչներն էլ միացել էին այսպես ասած ծեծկռտուքին եւ ի վերջո Արմանը բացատրել է, նա կեղտոտ պայքար էր մղում ամբողջ Գոտեմարտի ընթացքում, անընդհատ բռնում էր մատները, սկոտրում, զայրույթից եռում էի, մտածում էի հենց մենամարտն ավարտի կպատասխանեմ նրան, մենամարտն ավարտվեց, ես հարվածեցի նրան, դրանից հետո կրքերը թեժացան, իդեպ այս թարգմանությունը մեր գործընկեր Պան Արմենյան նետի կողմից էր, այս բացատրությունն էլ տվել Ծառուկյանը տեղի ունեցածին, հուսով ենք, որ մեր մարզիկների անկախ նրանից, թե մարտարվեստի ինչ տեսակ են ներկայացնում, որոշ ձևեր իհարկե շատ ավելի ագրեսիվ են եւ նաեւ հաճախ վերբալ վիրավորանքներ են պահնակում դրանից առաջ թե հետո, բայց ամեն դեպքում մաղթում ենք, որ միայն ռինգում կարծեմ այլ կերպ է կոչվում հենց այդ ռինգերը, անունը հիմա օկտագոն, եթե չեմ սխալվում, ռինգում, օկտագոնում եւ հատկապես սպորտի համար նախատեսված վայրերում լինեն ձեր մենամարտերը եւ անվտանգ։ Մարզական եւս մեկ նորություն, գիտեք, աշխարհաքաղաքական իրադարձությունները հաճախ իրենց ազդեցությունն են ունենում սպորտի վրա եւ մարզիկները բաց չեն թողնում առիթը հենց մրցահարթակը օգտագործել որպես իրենց բողոքի ձայնը բարձրացնելու միջոց եւ Իրանի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականը Ասիայի գավաթի բացման խաղի ժամանակ հրաժարվել է երգել ազգային օրհներգը ի նշան լռության բողոքի, որը հաջորդել էր երկրի գերագույն առաջնորդի սպանությանը եւ դրա հաջորդած տարածաշրջանային զարգացումներին։ Հարձակումները ազդել են նաեւ սպորտային աշխարհի եւ երկրի վրա բնականաբար ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ օրետեսական կանխատեսում է հայտնել այս տարվա FIFA-ի աշխարհի գավաթի մասնակցելու վերաբերյալ Իրանն արդեն որակավորվել էր մրցաշարին եւ հունիսին Լոս Անջելեսում պետք է մրցի Նոր Զելանդիայի հետ, սկսելով G խմբի հանդիպումները։ Մի բան հստակ է, այս հարձակումից հետո մեզնից չի կարելի ակնկալել, որ հույսով կսպասենք աշխարհի առաջ
առաջնությանը նշել է ֆուտբոլի ֆեդերացիայի Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մեհդի Թաջը։ FIFA-ն նույնպես նշել է, որ հետևելու է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին, տղամարդկանց ազգային հավաքականն այս պահին չի նախապատրաստվելու աշխարհի առաջնությանը, քանի որ Այաթոլլա Ալի Խամենեի մահվանից հետո հայտարարված 40-օրյա սքի ժամանակահատվածը դեռ ուժի մեջ է, այնուամենայնիվ կանանց հավաքականին թույլատրվել է մասնակցել Ասիայի գավաթին։ Հուսանք այս լարված իրավիճակը տարածաշրջանում շուտապույտ կկարգավորվի եւ խաղաղություն կհաստատվի, ինչից բնականաբար կշահեն բոլորը խաղաղությունը, բոլորի հաղթանակն է։ Այո, իսկապես խաղաղություն բոլորին, աշխարհաքաղաքական վիճակը շատ հաճախ վերջին շրջանում միշտ այդպես լարված է, վախեցնող է, բայց փորձենք կենտրոնանալ դրականի վրա, հատկապես եթե առավոտը սկսեցիք մեզ հետ, հուսով ենք, որ ստացվեց օրը սկսել բարձր տրամադրությամբ։ Այո, եւ հիշեցնենք, որ նորությունների եւ հատուկ չվերթների մասին ամբողջ տեղեկատվությունը ռադիոլուրի մեր գործընկերները պարբերաբար կթարմացնեն օրվա ընթացքում յուրաքանչյուր ժամագլխի միացեք ռադիոլուրի թողարկմանը, որպեսզի իմանաք, թե ինչ է կատարվել վերջին ժամում Հայաստանում, աշխարհում եւ հատկապես տարածաշրջանում։ Իսկ մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս, մաղթում ենք խաղաղ, ամենակարևորը արդյունավետ օր եւ հիշեցնում, որ մեզ կարող եք միանալ յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 9:30-ից։ Վաղը ձեզ կողջունեն Տիգրանը եւ Լուսինեն, այնպես որ միացեք մեզ Եվ սպասեք մեր բարի լույսին։ Եվ այս երգը միշտ արդիական է դառնում հատկապես նման լարված իրավիճակներում խաղաղություն բոլորին։ Above us only sky. Imagine all the people living for today. Imagine there's no countries. It isn't hard to do. Nothing to kill or die for. And no religion too. Imagine all the people living life in peace. You may say I'm a dreamer, but I'm not the only one. I hope someday you'll join us and the world will be as one. Imagine no possessions. I wonder if you can. No need for greed or hunger, a brotherhood of man. Imagine all the people sharing all the world. You may say I'm a dreamer, but I'm not